Իսկ դուք հիշում եք, երբ վերածննդի շարժման շրջանակներում մենք դուրս եկանք փողոց։ Երբ հայտարարեցինք, որ անհրաժեշտ է ազգային վերածնունդ, ազգային մոբիլիզացիա, իրական քաղաքական ճնշում, իրական փոփոխություն, վստահ եմ, որ հիշում եք։ Այդ ժամանակ ովքեր էին իրանց արևին մեզ խանգարում։ Մենակ Նիկոլի թիմը, չէ։ Պատկերը ավելի հետաքրքիր էր։ Հանկարծ ընդդիմադիր անվան տակ հանդես եկող շրջանակների մեդիա ռեսուրսները սկսեցին աշխատել նույն ուղղությամբ, նույն թիրախի դեմ, մեր դեմ։ Նիկոլի ռուպերներն էլ ընդդիմություն կոչվածինն էլ մեզ թիրախավորել էին նույն իրենց վախերով, նույն պանիկայով ու նույն հիստերիայով։ Մեր վրա շպրտում էին նույն ցեխը, նույն բառապաշարով ու նույն բովանդակությամբ։ Տպավորություն էր, որ երկրի գլխավոր խնդիրը ոչ թե Նիկոլն էր, այլ մենք։ Մի հատ հիշեք էլի ինչ էր կատարվում այդ ընթացքում։ Նույն ընդդիմադիր շրջանակներից շատերը ոչ թե աջակցում էին, ոչ թե միանում էին, այլ իրենց տեղեկատվական ռեսուրսներով, իրենց քարոզիչներով ու իրենց իբր անկախ անաչառ խոսնակներով ու բլոգերներով օր ու գիշեր փորձում էին մեզ հարվածել։ Ամեն ինչ անում էին մենակ թե մարդկանց ուշադրությունը շեղեն այն ճանապարհից, որը կարար վտանգավոր դառնալ իրենց այդ ամբողջ քաղաքական բեմադրության համար, որտեղ ընդդիմությունն ու Նիկոլը իբր իրար դեմ են։ Ու որ հիմա հետ ես նայում թե ովքեր էին մեր դեմ ավել պակաս հաչում, ովքեր էին իրենց կլոուն հալով մեզ ծաղրում ու ովքեր էին իրենց տագետ ու անգրագետ վիճակով մեզ անվանում անհեռանկար, ուղղակի ծիծաղդ գալիս է։ Հələ մենք հիշեք էլի ովքեր էին նստում կամերայի դիմաց ու մեզ քաղաքականություն էին սովորացնում։ Ովքեր էին ասում, որ պետք է հավատալ հերթական ընտրություններին։ Այդ այն նույն դեմքերն են, ովքեր այսօր գովաբանում ու փառաբանում են իրականում անհեռատես ծաղրի արժանի անգրագետ ու անատամ այն ընդդիմությանը, որը հերթական անգամ զբաղված է ոչ թե իշխանափոխությամբ, այլ իշխանության կողքը մի կերպ քաղաքական գոյությունը պահպանելու հարցերով։ Բայց հիմա դրանց ոնց չհարցանեմ, բա տեսակ ինչ եղավ։ Փառաբանեցիք մի մեխանիզմ, որի արդյունքում Նիկոլը նորից մնաց իշխանության։ Հիմա գոնե հասկանում եք, որ երբ քրվում եք Նիկոլին իշխանության թողողներին, այդ քվորի առաջի հասցեատերը հենց դուք եք։ Թե ձեր ուղեղը ընդունակել չի հասկանաք ինչ եմ խոսում։ Հավանաբար ընդունակ չի։ Նենց որ այտենց աներեսի պես շարունակեք ձեր քարոզներն ու շարունակեք ձեզ դնել ձեր երազած ուժեղ հայրենասեր ու խելքով կերպարների տեղ։ Ու հիմա այդ նույն ընդդիմությունը, որը անցած տարի ասում էր սպասեք ընտրությունների, հիմա նորից փորձում են ձեզ պահել իրենց շուրջ։ Նորից նույն լոլոները, նորից սերիալներ, նորից մեծ խոսքեր, նորից սպասում ու նորից հույսի վաճառք։ Բայց հիշեք, որ քաղաքական շուկայում ամենաէժան ապրանքը